Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրոպայի պալատում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռոսոպուլոսի հետ։ Մուտքի մոտ վարչապետին դիմավորել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը եւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի ոսկեգրքում եւ կարճատև շրջայց կատարել։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպայի խորհրդի համագործակցության օրակարգը, ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը Եվրախորհրդի կառույցների հետ։ Կողմերը անդրադարձել են նաև ԵԽԽՎ-ի հետ ձևավորված աշխատակարգային կապերին, ինչպես նաև մոնիտորինգի ձևաչափերում համագործակցությանը։ Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարևոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար։ Անդրադարձ է կատարվել ԵԽԽՎ ընթացիկ նստաշրջանի օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռոսոպուլոսին բարձր մակարդակով կազմակերպված հյուրընկալության եւ մշտական աջակցության համար, ընդգծելով, որ Հայաստանը գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում, խաղաղության օրակարգի, հիմնարար ազատությունների պաշտպանությունը եւ դատական համակարգի արդյունավետության բարձրացումը խթանելու գործում։ Կողմերը վերահաստատել են երկխոսության շարունակականության եւ գործնական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ Հայաստանի վարչապետը եւ ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։ Զրուցակիցները ընդգծել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր եւ նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը։ Նոր պրոյեկտ տնտեսական ալիք նախաձեռնությունը ողջունում է Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված ուղերձը եւ նախաբանում ընդգծված 3 հիմնադրութային կետերը։ Մենք կարևորում ենք առաջարկ Հայաստանին ծրագրի մշակման անհրաժեշտությունը, որը լայն հնարավորություն է տալիս ինչպես հասարակության, այնպես էլ մասնագիտական շրջանակների ներգրավմանը։ Մեր նախաձեռնությունը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ թե առաջարկված ծրագրային դրույթների մշակման եւ թե սպասվող առաջարկների համակարգման գործընթացին։ Մասնավորապես մեր կողմից հատուկ ուշադրության կենտրոնում կլինի խոշոր տնտեսական ծրագրերը, ներդրումային նախագծերի իրականացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանն ուղղված առաջարկները, ինչպես նաև իրավական խոչընդոտների վերացմանը միտված կարգավորումները, որոնք ներկայումս էապես սահմանափակում են մեր պետության եւ ժողովրդի զարգացման հնարավորությունները։ Նախապես հայտարարվածի համաձայն նոր պրոյեկտ տնտեսական ալիք նախաձեռնությունը մեկնարկում է մարզային այցեր, որի ընթացքում կկազմակերպվեն հանրային քննարկումներ եւ հանդիպումներ, ուղղված համայնքներում առկա տնտեսական խնդիրների փաստագրման եւ դրանց լուծման իրատեսական ուղիների համատեղ մշակմանը։ Մենք համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված թեզերը եւ դրանց հիման վրա ապագայում մշակվելիք ծրագիրը պետք է դառնան համաժողովրդական միասնականության ապահովման հիմք։ Միայն այդ դեպքում կարող է վերածվել երկրի զարգացման իրական շարժիչ ուժի եւ կանխորոշել մեր պետության ապագա հաջողությունները, նշված է հայտարարության մեջ։ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում մասնակցել եւ ելույթով հանդես է եկել միջուկային փորձարկումների համապարփակարգելման պայմանագրի ուժի մեջ մտնելու խթանման նվիրված համաժողովին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել արտաքին գործերի նախարարությունը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալը իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է չտարածման օրակարգի եւ միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի նպատակների առաջ մղմանը։ Ընդգծվել է ժամանակակից անվտանգային միջավայրում զարգացումներին եւ արկա մարտահրավերներին համապատասխան միջազգային արձագանքի ապահովման եւ հանձնառության ստանձնման անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալն իր ելույթում կոչ է արել այն պետություններին, որոնք դեռևս չեն ստորագրել եւ վավերացրել պայմանագիրը, անել դա հնարավորինս այս համատեքստում հիշատակելով Հայաստանի համահեղինակած եւ ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վերաբերյալ բանաձևը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալն անդրադարձել է նաեւ կարողությունների զարգացման նախաձեռնությունների խթանման կարեւորությանը, ուղղված պայմանագրով նախատեսված հանձնառությունների իրականացման գործում արդյունավետության բարձրացմանը։
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տոյո Օանան անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ Ռումինիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանի գործընկերոջ հետ հանդիպմանը անդրադարձել է X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ Աֆիֆիին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Արտգործնախարարության հաղորդմամբ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եգիպտոսի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական սերտ կապերին և ընդգծվել է ներկա փուլում երկու երկրների միջև փոխադարձ ակտիվ շփումների, այդ թվում բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը և Եգիպտոսի նորանշանակ դեսպանը քննարկել են նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձ են կատարել առկա համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին։ Դատարանը կալանավորել է Փարաքար համայնքի ղեկավարի և նրա ընկերոջ քրեական ոստիկանության աշխատակցի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Գևորգ Հարությունյանին։ Քննչական կոմիտեի քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է։ Հիշեցնենք, սույն թվականի սեպտեմբերի 23-ին ժամը 23:52-ին հազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Իր տան մոտ սպանվել էր Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանը, նրա ընկեր Կարեն Աբրահամյանը։ Մեկ անց ստացել էր հրազենային վիրավորում։ Սեպտեմբերի 28-ին քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ պարզվել է առերևույթ սպանություն կատարած խմբի անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմին։ Վերջինս տվել է խոստովանական ցուցմունքներ, մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը։ Քննիչի կողմից առգրավել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը։ Մերձավանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորում ստացած Արծրուն Գալստյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա, այս պահին վիճակը բավարար է գնահատվում։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գալստյանը գիտակցության է եկել, քննիչը հարցաքննել է նրան։ Նշենք, որ տեղի ունեցածի մեջ մեղադրվող երկու անձն էլ կալանավորված են։ Դատարանը բավարարել է Նարեկ Օհանյանին և Գևորգ Հարությունյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Չեն Սիյուանի հետ։ Ողջունելով հյուրերին, Չեն Սիյուանը բարձր է գնահատել դեռևս 2015 թվականին Պեկինում ստորագրված համաձայնագրի հիման վրա ձևավորված համագործակցությունը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Մկրտչյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար կարևորել է երկու երկրների իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը, առաջարկելով այն բարձրացնել նոր մակարդակի, կողմերի միջև ստորագրելով փոխգործակցության նոր պայմանագիր, ինչին չինական կողմը դրական է արձագանքել։ Սրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ պացիենտներ հնարավորություն կունենան անվճար վիրահատվելու։ Այս մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրվա առիթով Facebook-յան էջում գրառել է. Սիրելի քաղաքացիներ, ինչպես խոստացել է սրտամկանի սուր ինֆարկտի ստենտ կյանքի համար ծրագիրը ընդլայնել ենք։ Հատկապես կյանք փրկող ծրագրերի բարելավումն ու ընդլայնումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Փոփոխության արդյունքում սրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ պացիենտներ այսուհետ հնարավորություն կունենան պետական ծրագրով անվճար վիրահատվելու։ Եթե մինչ ծրագրի ընդլայնումը շահառուներ էին հանդիսանում սրտամկանի կոնկրետ տեսակի ինֆարկտով պացիենտները, օգոստոսի 1-ից բոլոր տեսակի ինֆարկտներով հիվանդները կարող են ստենտավորվել, վիրահատվել պետական պատվերով, եթե նրանց կլինիկական բժշկական ցուցանիշները բավարարում են ծրագրի չափորոշիչներին։ Հիշեցնեմ, որ միայն նախորդ տարի ստենտ կյանքի համար ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել ու ստենտավորվել են։
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 26-ից 29-ին, համաձայն որի բացահայտվել է 252 հանցագործություն, որոնցից 2-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը, հայտնաբերվել է 1 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած 3 օրում գրանցվել է 33 ավտովթար, 55 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ սեպտեմբերի 18-ին Բյուրեղաբանի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեկ այլ անձի հետ իր BMW մակնիշի մեքենայով 29-ամյա համաքաղաքացուն բռնի տեղափոխել են Նորգեղի գյուղ, Խնձորի այգիներ կոչվող հատվածում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ նրանց է միացել նաև Նորգեղիի բնակիչ 30-ամյա երիտասարդը։ Վիճաբանության ժամանակ վերջինս փորձել է խեղդել 29-ամյա երիտասարդին, ով սակայն դանակով հարվածելով նրա ոտքին փորձել է փախչել, ինչը չի հաջողվել։ Այդ ընթացքում 30-ամյա երիտասարդը ատրճանակից կրակոց է արձակել։ Միջադեպի ընթացքում նրանց են միացել նաև մի խումբ այլ անձինք։ Այնուհետև շինություն են տարվել 29-ամյա երիտասարդի 2 ընկերները, որոնք նույնպես ծեծի են ենթարկվել։ Նրանց իրենց կամքին հակառակ կիսակառույց շինությունում պահել են մի քանի ժամ, ապա վերցրել բջջային հեռախոսներն ու բաց թողել յուրաքանչյուրից պահանջելով $15,000։ Նախաձեռնվել է քրեական վարույթ Բյուրեղաբան քաղաքի բնակիչ 23-ամյա եւ 28-ամյա Նորգեղիի բնակիչ 30-ամյա 2 երիտասարդները ձերբակալվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Կատարվում է նախաքննություն։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից հաղորդում են, մարզերում սեպտեմբերի 30-ի գիշերը հոկտեմբերի 2-ից ցերեկը 3-ից 4-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը հոկտեմբերի 1-ին գիշերը և կեսօրից հետո հոկտեմբերի 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ, քամին արևմտյան 3-ից 6 մետր/վայրկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 16-ից 19 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը բարձրացել է ևս 2-ից 3 աստիճանով, հոկտեմբերի 1-ից 2-ին աստիճանաբար կնվազի 4-ից 6 աստիճանով։